Ես գնամ խանութ ու այնտեղ լինի իր, որը կաժենա 90 ցենտ։ Ես կկարողանամ գնել այն։ Okay, եթե ես գնամ խանութ ու այնտեղ լինի 85 ցենտանոց իր, հարկերով ստացվում է 96։ Կկարողանամ ես գնել այն։ Իսկ եթե ես չմրթեմ այս դոլարը, մի պահ մտածեք այդ մասին։ Ես հենց նոր չմրթեցի այն։ Այն այլևս չի կարող արժենալ 1 դոլար, չէ՞։ Հավանաբար նրա արժեքը արդեն մոտ մի 95 ցենտ է։ Ինչպես ես կարծում, ինչքան է նրա հիմիկվա արժեքը։ 1 դոլար։ Չէ, լսեք, ես հենց նոր այն չմրթեցի։ Նա չի կարող արժենալ 1 դոլար։ Իսկ ինչ կլինի, եթե ես տրորեմ այն։ Ես հենց նոր տրորեցի այն։ Ինչքան է նրա հիմիկվա արժեքը։ Գուցե մի 68 ցենտ, մինչև հիմա 1 դոլար։ Իսկ եթե ես չմրթեմ այն, տրորեմ ու գցեմ աղբարկղի մեջ, որտեղ կան գարեջուր, ծամոն ու ամեն տեսակի աղ։ Եվ ինչ որ մեկը գտնի, վերցնի ու բացի այն։ Ինչքան նա կարժենա։ Գուցե 82 ցենտ կամ գոնե 92։ Իսկ եթե ես այն չմրթեմ, տրորեմ, գցեմ աղբարկղը, իսկ հետո ճղեմ երկու մասի։ Ինչքան նա կարժենա։ 1 դոլար, ես կարող եմ սոսնձել այն։ Մի րոպե, ստոպ։ Ես հենց նոր չմրթեցի այն, տրորեցի, գցեցի աղբարկղը, հետո նորից վերցրեցի ու ճղեցի երկու մասի։ Դուք ասում եք, որ ես կարող եմ մաքրել ու սոսնձել այն, ու այն կարժենա 1 դոլար, ապա ասացեք ինձ, եթե այս դոլարը չի կորսում իր արժեքները, ինչու դու կարող ես կորցնել քո արժեքը, ինչու եք դուք զգում դա, երբ ձեզ լքել են, մերժել են, վիրավորել են, նվաստացրել են, ձեզ հետ վատ են վերաբերվել, խաբել են ձեզ, վնասել են ու օգտագործել են ձեզ, ինչու եք դուք զգում, որ կորցրել եք ձեր արժեքները։ Ես այստեղ եմ, որ ասեմ ձեզ, որ այս դոլարը չի կորցնում իր արժեքը, քանի որ դեռ շատ վաղուց այդ արժեքը նրա մեջ դրել են մարդիկ։ Եվ ինչ որ լինի, այն միշտ կարելի է մաքրել ու սոսնձել։ Եվ ես այստեղ եմ, որ ասեմ ձեզ, որ դուք ստեղծվել ու ծնվել եք ձեր առաքելությամբ։ Մի գնազրկեք ձեր արժեքները։ Եթե ինչ որ մեկը ձեզ ցավ կամ տառապանք է պատճառել, դուք կանցնեք բոլոր դժվարությունների միջով։ Եվ ոչ ոք երբեք չի կարող ձեզ զրկել ձեր արժեքներից։ Քեզ հիմա պետք է ուղղակի զսպել ինքդ քեզ։ Դեն նետել քո միջից այդ մտքերը ու շարժվել առաջ։ Հարգելի դիտող, եթե քեզ դուր եկավ այս վիդեոն եւ դու ցանկանում ես դիտել ել ավելի շատ այսպիսի վիդեոներ, ապա կարող ես կիսվել ընկերներիդ հետ սոցկայքերում։ Դրանով դու նրանց միայն կօգնես։ Իսկ այսօրվա համար պատրաստելի է այսքանը, առայժմ։